Մշո գիրքը վեպն իտալահայ գրող Անտոնիո Արսլանի երրորդ ստեղծագործությունն է, որը նվիրված է հայոց ցեղասպանությանը։ Հեղինակն անդրադառնում է մշակութային ցեղասպանությանը։ Նա օգտվել է Մշո ճառընտիր հայերեն ամենամեծ մագաղաթե ձեռագրից, Լոս Անջելեսում հանդիպել է ցեղասպանություն վերապրածի թոռնուհու հետ, լսել ու գրի առել բազմաթիվ պատմություններ։ Մշո գիրքը վեպը հրատարակվել է 2012 թվականին։ Անտոնիո Արսլանը վեպը գրել է 3 ամսում։ Ցանկանում է այնպիսի պատմություն գրել, որ երևար հայ կնոջ քաջությունը հայոց ցեղասպանության ժամանակ։ Անտոնիո Արսլանին հայոց ցեղասպանության մասին մանուկ ժամանակ պատմել է Հալեբում ապրող հոր եղբայրը։ 1915-ի դեպքերը նկարագրող պատմություններին ծանոթ է եղել դեռևս փոքր տարիքում եւ որոշել է ավելի խորը ուսումնասիրել դրանք։ Իմ կարծիքով ողբերգություն պատմելը բավարար չէ։ Կարևոր է ցույց տալ, որ ցանկացած պատմության մեջ կա լավն ու վատը։ Այս գրքի հերոսները համախմբվում են ու ապացուցում դա։ Իտալահայ գրողն այժմ աշխատում է Հայաստանի պատմությունն ու մշակույթը ներկայացնող գրքի վրա։ Փակագծերը չբացեց, միայն նշեց, որ ունի ինտրիգային վերնագիր՝ նամակ Թուրքիայում գտնվող մի աղջկա։ Արսլանի նոր գիրքը լույս կտեսնի այս հոկտեմբերին։ Գրիգոր Ավետիսյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։